Բոլորին բարի երեկո։ Կփորձեմ խոսել գրական ֆորմատով եւ հուսով եմ, շատ մեծ հույս ունեմ, որ հասկացողը կհասկանա իմ խոսքի էության բուն իմաստը, այլ ոչ թե կասի քեզ ինչ եղավ։ Նայում եմ Facebook-ի, չնայած արդեն այն մի էջովս խոսացել եմ 25+-ի ֆորմատով, բայց փոշմանեցի, իմիջիայլոց ասեմ։ Համացանցում տեղեկություն տարածվեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց է արել Տեր Արամին։ Եվ մեր անկոտրելի վարչապետի բլոգերները, ինչպես նաև ՔՊԹ-ի որոշակի падգամավորներ, օրինակ, անվարտիկ, անտրուսիկ ծառայած Վահագն Ալեքսանյանը, Լալոս Ռուբեն Ռուբինյանը, մեկ այլ մի շարք падգամավորներ քննադատաբար մոտեցան Գարեգին երկրորդի արած քայլին, որ կարգալույց է արել Տեր Արամին։ Այդ փաստը, որ մեր կաթողիկոսը, մեր բոլորի ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց է արել Տեր Արամին, իմ մոտ առաջացնում է միաժամանակ եւ դրական եւ բացասական էմոցիաներ։ Կրկնում եմ, հուսով եմ իմ ասածը ճիշտ կմեկնաբանենք։ Քանի որ ես, ինձ ճանաչողները գիտեն, ես շատ մեծ կամքի ուժով սատարում եմ մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանին, ով գնացել էր Վատիկան։ Կաթոլիկների հետ նստել էր, զրուցակեն էր։ Ես այս պահին քննադատում եմ, նախապես ցույց տամ, մարդիկ կարող սխալ հասկանան։ Մեր ամենայն հայոց կաթողիկոսի քայլը, որը կարգալույց արեց Տեր Արամին։ Ինչի եմ քննադատում։ Որովհետև գոնե ինչ-որ մի բանով, ինչ-որ մի քայլով, մեր ամենայն հայոց կաթողիկոսը պիտի գոնե նմանվեր մեր Նիկոլ Փաշինյանին, մեր ազնվատենչ Նիկոլ Փաշինյանին, ինչի հիմար եմ այսքան ինչի եմ ասում նմանվեր։ Բերեմ երկու հատ հասարակ օրինակ։ Տեր Արամին ինչ արեց։ Գնաց Պետրոսի տաղավար, հմեկ, ասեց ես ճնշված հոգևորական եմ, ինձ ստիպել են, պատմում եմ հակիրճի մեջ պատմությունը, որ ես գնամ մասնակցեմ միտինգներին, ուղղված ընդդեմ մեծն անկոտրելի Նիկոլ Փաշինյանի, բայց այդքանով հանդերձ մեր հայերի մեծ մասը ուղղակի մոռանում են շատ արագ, թե ոնց ալն է, որ հոգևորականը մասնակցում է ինչ-որ հանրահավաքների, առանց հասկանալու հոգևորականի, հայ հոգևորականի բուն գործառույթը, երբ որ նա մասնակցում է հանրահավաքների։ Այսինքն թույլ չտալ, հասցնել մինիմալ ռիսկերի այն ռիսկի գործոնը, որը կարա տեղի ունենա ժողովրդի եւ ասենք օրինակ ոստիկանների միջև։ Կոնկրետ օրինակ 18 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը ձեռը կապելով բնդով, մանիկյուրով, նկարելով սրտիկ, ինք իրան դնելով անհաղ զորավար Պաբլիտո Փաշինյանի տեղը, Գյումրիից եկավ Երևան։ Այն Գյումրիից, որտեղ երեք ինքը իր ցուցումով առևանգեցին, կալանավորեցին, բերման ենթարկեցին Գյումրվա ընտրված, ժողովրդի կողմից ընտրված Վարդան Ղուկասյանին։ Անցնենք առաջ։ Ինչի տխրություն իմ մեջ առաջացավ մեր ամենայն հայոց կաթողիկոսի առած քայլը, որտեվ ըստ որոշակի մեր ազգի մի մասի մտածելակերպի կաթողիկոսը պիտի վարվեր Նիկոլ Փաշինյանի քայլերին համահունչ։ Ոնց, շատերը հարց կտակ, բացատրեմ։ Նիկոլ Փաշինյանը ոնց վարվեց բոլոր այն գեներալների, գնդապետների եւ մի շարք այլ զինվորականների հետ, ովքեր իր իսկ խոսույթով թողել էին 44 օրյա պատերազմի ժամանակ մեր տղեկին ու փախել էին առաջնագծից։ Այսինքն կրում էին իրանց ճակատին չգրված պետական դավաճանի տիտղոսը։
շնորհեց զինվորական կոչումներ։ Ճիշտ է, ճիշտ է։ Տվեց գեներալ, եսի ինչ։ Օրինակ, Ջաբրայելից փախած հրամանատարը եկավ նշանակվեց կորպուսի հրամանատար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի մտածելակերպի մեջ ինքը առաջնորդվում է ինչ սկզբունքով։ Դավաճանել ես ինչ որ մի գործում, ուրեմն դու ենթակա ես քաջալերման։ Էդ է մարդու մտածելակերպը։ Եվ ես մեծ ցավ ապրեցի, երբ որ Գարեգին երկրորդը հիմա կարգալույց արեց Տեր Արամին, որտեվ ըստ Նիկոլ Փաշինյանի աջակիցների տրամաբանության Գարեգին երկրորդը պետք է ավելի բարձր հոգևոր կարգ շնորհեր Տեր Արամին, ով պախարակում էր եկեղեցին եւ եկեղեցականներին, շար անելով այն խոսույթով, որ իրան ստիպել են, որ իրան ինքը գնա մասնակցի, չգիտեմ ինչ-որ հանրահավաքների։ Բա ես չեմ հասկանում մեր կաթողիկոսին, լուրջ եմ ասում։ Սկի նման չի մեր Նիկոլ Փաշինյանին։ Տես մեր Նիկոլ Փաշինյանն ինչ արեց, տաուշում արեց սահմանագծում, սահմանազատում, չէ։ Բռնաբարելով մեր սահմանադրությունը։ Ինքնակամ առանց այդ սահմանագծման օրինագիծը ազգային ժողով մտցնելու, ճիշտ է, ճիշտ է։ Առանց ժողովրդի դատին հանձնելու, ժողովրդից դաբրո ստանալու։ Ինքնակամ արեց սահմանագծում, բայց մինչև սահմանագծում անելը ինքը ներքին կարգով հրաման տվեց եւ ՊՆ-ի հրամանով այդ սարերից, թմբերից, այդ գերակադիրքերից հետ քաշվեց հայկական զինուժը, որպեսզի ավելի հեշտ լինի սահմանագծումն ու սահմանազատումը։ Այդ հրամանը կատարող մարդկանց թվով 4 հոգի, անունները չեմ հիշում։ Մեր Նիկոլ Փաշինյանի կողմից այդ մարդիկ արժանացան գեներալի կոչման։ Բա այսինքն ներկա իրականության մեջ մենք ինչ ենք տեսնում։ Դու պիտի լինես դավաճան, դու պիտի լինես երկիր ծախող, դու պիտի լինես սրա նրա վրա գործ տվող, դու պիտի լինես բերանից խաբար բզիկ, ուրիշ բառ չեմ ուզում ասել։ Եվ այդքանով հանդերձ դու մեծ շանսեր ունես առաջ գնալու քո քաղաքական այդ աճի սանդուղքներով, sense տոտիկ, բարձանում ես։ Դա է Նիկոլ Փաշինյանի մտածելակերպը։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանի, մեր մեծ անկոտրելի վարչապետի որոշակի բլոգերներ եւ մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչու կաթողիկոսը կարգալույց արեց Արամ առաջինին, բայց Մայրաթորի տեղեկատվական համակարգը հիմնավոր ներկայացրեց Facebook-յան իր էջում, ինչի համար է կարգալույց արվում։ Մայրաթորը չգրեց, որ մենք ըտենց ենք ուզե, ըտենց ենք արել։ Հիմնավորեց։ Ինչի հիման վրա։ Նիկոլ Փաշինյանի որոշակի падգամավորներ Ռուբեն Ռուբինյան, Անտրուսիկ կարգավիճակով ծառայած Քոչարյան Ռոբերտի ժամանակ, իր իսկ խոսույթով, Վահագն Ալեքսանյան եւ մի շարք այլ կուլտուրական խոսել այնքան դժվար է հիմար։ Ցալքի շրջանի փոքրիկ գանգուրիկներ, փոքրիկ sense։ Գանգուրիկ, մատիտը որ վերցում ես, սկսում ես նկարել։ Գանգուրիկ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսին մեղադրում են ինչի մեջ։ Իրավունքի մեջ։ Կրկնում եմ, այն մի էջով խոսեցի 25+ ֆորմատ, այս էջով խոսում եմ կուլտուրական։ Քանի որ ամիսը մի անգամ իմ պրիպատկեն բռնամա, ես դառնում եմ կուլտուրական։ Ինչ իրավունքի մասին եք խոսում դուք։ Մեծարգո Բաբելոնյան աշտարակի առաջի հարկում բնակվող էլֆեր։ Որ իրավունքի մասին եք խոսում։ Բացատրեմ ես էջովս եւս։ Ոչ թե բացատրեմ, այլ ասեմ դիրքորոշում արտահայտեմ։ Ի տարբերություն պետական համակարգի, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում որ կառավարությունը ես եմ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը երբևիցե չի հայտարարել, որ եկեղեցին ես եմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դա անում է։ Ի տարբերություն պետական կառավարման համակարգի, եկեղեցին դա հոգևոր ինստիտուտ եւ հոգևոր կառույց է, եւ ամենայն հայոց կաթողիկոսը կապ չունի ով ընտրվում է տիեզերական ժողովի արդյունքում։ Այլ ոչ թե նշանակվում է պետության կողմից, ընտրվում է ազգային ժողովով, ընտրվում է ժողովրդի քվեով, եւ կաթողիկոսը ով էլ որ նա լինի, համարվում է Աստծո ընտրյալ։
Ուրիշ հարց, որ մարդիկ չեն սիրում կաթողիկոսին, ինչ-ինչ պատճառներից եւ դրդապատճառներից ելնելով։ Երկու օր առաջ նույն ՔՊ-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հարց է տալ իր Facebook-յան էջում, իսկ ինչու կաթողիկոսը չի սիրում մեզ։ Պարոն Ռուբինյան, ձևակերպեմ ձեր խոսելաոճով։ Լալոս։ Դուք ձեր հարցը ուղեք, չեմ կարա երկար խոսամ քո ձևով։ Ձեր հարցը ուղեք ողջ հանրությանը, այլ ոչ թե եկեղեցական թևին։ Ձեր հարցը վերաձևակերպեք, պարոն Խորոփ։ Հարց տվեք, ինչու հայ ժողովուրդը չի սիրում մեզ։ Իսկ դրա պատասխանը մանեկեք հենց ինքներդ ձեր խոստացածի արած չարածների մեջ։ Ինչ եք խոստվել, ինչ եք արել։ Հետո հասկացեք, ինչի ժողովրդի մեծ մասը, գերակշիռ մասը չի ընդունում ձեր տեսակը։ Չի ընդունում։ Ուղղակի չի սիրում ձեզ։ Դե չի սիրում, դա մի քիչ մեղմ ասված։ Խոսելով իրավունքի դաշտում, երբ որ դուք ասում եք, ինչ իրավունքով։ Եկեղեցին կրկնում եմ, հոգևոր կառույց է, եւ ինչ որ հոգևորականի շնորհել, հոգևոր բարձր կոչում, օրինակ, եպիսկոպոսես շնորհում են արքեպիսկոպոս, հա, օծում են։ Դա այդ իրավունքը տրված է բացառապես տրված է եւ գտնվում է միմիայն հայ առաքելական եկեղեցու շրջանակներում, այլևս ոչ մի իրավական եւ, չգիտեմ, ինչ-որ մեկ այլ կառույց դրա մեջ իր քիթը մտցնելու իրավունք չունի։ Դա մեր հոգևոր կառույցի կանոնն էր, կանոնագիրքն է։ Երբ որ դուք շատ հաճախ ձեր վարչապետի հետ բան եք անում, մեջբերում եք ինչ-որ կանոններ, կանոնագրքեր, կաթողիկոսը կուսակրոնության ուխտա խախտե, ոչինչ։ Մեր բոլորի ամենաառաջի կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն է եղել ամուսնացած։ Բայց ես հիմա չեմ ամանչում, որ ես քրիստոնյա եմ ու հայ եմ, եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ եմ, մկրտված Սուրբ Մեռոնով։ Խոսելով իրավունքից, խոսում եմ կուլտուրական։ Ձեզ հետ։ Այն էջով չէ, այն էջով չի ստացվում։ Ընդ թուղթու գիր կա։ Հենց միացնում եմ պրյամո էֆիր հիստերիա սպռնումա։ Խոսենք իրավունքի ուժից, երբ որ դուք ասում եք ինչ իրավունքով։ Նախ հիմնավորեցի, որ հոգևոր օծում, չգիտեմ, հոգևոր աստիճանակարգ տալը բացառապես եկեղեցու իրավունքն է, մեր հոգևոր բարձրաստիճան այրերի։ Իսկ երբ որ խոսում ենք ընդհանրապես իրավական դաշտից, հարց, հասարակ հարց ձեզ։ Ձեր վարչապետ, ինչ եմ ասում ձեր, որտեվ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ համար վարչապետ չի հանդիսանում։ Ինքը հանդիսանում է հայ ազգի ու հայ ժողովրդի ամոթի ամենամեծ գործոնը, որը երբևիցե եղել է մեր պատմության մեջ, հայոց պատմության, ոչ թե Հայաստանի նորագույն պատմության։ Ձեզ հարց։ Ձեր Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ որ խոսում էր Արցախից եւ Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի կարգավիճակից, ինքը իլուր աշխարհի հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը ցիտատ է այսքան դեռ ինձ ձայն չի տվել։ Ես իրավունք չունեմ որոշեմ Արցախի ժողովրդի կարգավիճակը եւ Արցախի կարգավիճակը, բայց այդքանով հանդերձ ինքը կետ համար առաջին բռնաբարեց Հայաստանի սահմանադրությունը, որի մեջ մայր օրենքը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Դա մեկ։ Երկրորդ, ինքը իր ասածին հակասելով գնաց Պրահա եւ իրեն ձայն չտված Արցախի ժողովրդի անունից իրեն իրավունք վերապահեց ստորագրել փաստաթուղթ, որտեղ ինքը, որպես Հայաստանի ղեկավար, ճանաչեց Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հետո հելավ գոռաց ռուսնա մեղավոր, էսա մեղավոր, էնա մեղավոր։ Այսինքն Արամ Զավենովնա դվա։ Վազգեն Սարգսյանը քուրը։ Ես էլ իրավական դաշտով ձեզ բացատրություն, բայց ես ասում եմ, որպես մեր վարչապետին հոգով սրտով շատ մոտ կանգնած անձնավորություն, հուսով եմ մարդիկ ճիշտ կհասկանան այդ խոսույթը։ Ես էլ եմ դատապարտում Գարեգին երկրորդի քայլը։ Եթե նա հետևեր Նիկոլ Փաշինյանի տարած քաղաքականությանն ու, չգիտեմ, ռազմավարությանը, նա պիտի ոչ թե աստիճանակարգից զրկեր Տեր Արամին, այլ պիտի տար ավելի բարձր աստիճան։ Չէ որ տվյալ անհատականությունը ուտելով եկեղեցու հացը, խմելով եկեղեցու ջուրը, ունենալով հոգևոր եղբայրներ, տանելով հոգևոր ծառայություն,
մի շարք կոպիտ խախտումներով ինքը դուրս եկավ հենց նույն եկեղեցուն, որտեղ ուսանվել, սնուցվել եւ բարձրացել է հասել է Տեր Արամ աստիճանին։ Հիմա ինքը գվարի աշխարհիկ կյանք։ Ու Տեր Արամին ես հիմա sense թեթև խորուրդ։ Հիմա տես քեզ օգտագործեցին լաթի պես, ինչպես շատերին, եւ sense շպրտեցին են կողմ։ Հիմա դու ո՞նց ես նայելու մարդկանց աչքի առաջ, մարդկանց աչքերի մեջ։ Ո՞նց։ Ուղղակի դուք այդքան գրագետ ձևանալով, կյանքի փորձ ունեցող անհատներ ձևանալով չեք կարողանում հասկանալ մեկ բարձ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյան անհատականության համար կարմիր գծեր գոյություն չունեն։ Նիկոլ Փաշինյան անհատականության համար բարոյական նորմեր գոյություն չունեն։ Նիկոլ Փաշինյան անհատականության համար ընդհանրապես տորմուզներ գոյություն չունեն։ Մարդ ով կարող է գա հասնի ինչ-որ մի X կետի եւ ասի, լավ, երևի բավական է, այս հաջորդ քայլն անելով ես միգուցե արդեն չափն անցնեմ։ Ոչ։ Դուք մտածում եք արջի ծառայություն մատուցելով Նիկոլ Փաշինյանին, դուք արժանանալու եք ինչ-որ երկնային պարգևների։ Խնդրեմ, երկնային պարգև։ Աշխարհիկ կյանքով կարաս ապրես, այդպես նստես քո տան մեջ, Տեր Արամ։ Բերանդ բացես մանանան գնի երկնքից։ Բայց ես վստահ եմ, քո մտածելակերպ ունեցող մարդիկ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանի աստիճանը համակարգում։ Անենց որ ապագա կա ապագա։ Ինչպես կրկնում էր մեր անկոտրելի պարոն վարչապետը, որտեղ ՄԱԿ-ի ամբիոններից։ Դրա փոխարեն ինքը կարող էր խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին, մեր հայ ռազմագերիների մասին, որոնք մինչև այսօր Բաքվի բանտերում են։ Կենթանի են, մահացած են, խոշտանգված են, գլխատված են, ոչ մեկ տեղյակ չի։ Իսկ Ալեն Սիմոնյան թքող ուխտի տեսակը, ով հանդիսանալով ազգային ժողովի նախագահ Երևանի փողոցում հրամանատալ իր ախրանային բռնել մարդու թևերը, ինքը թքում է Սփյուռքահայի երեսին։ Երեք գրառում արե, սենց շատ լուրջ դեմքով, այսենց։ Ձեր համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Ներքին հեռախոսակ անջատում են մի փիս ձևի, էլի։ Նորմալ է։ Չէ՞ որ ես խոսում եմ իօքուտ Նիկոլ Փաշինյանի, իրանք բողոքում են։ Ոչ մի դժվարություն չի ներկայացնում ձեր նմանների համար։ Վերցնել ուղիղ հեռախոսակապ, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, երբ լիֆտում տետ-ա-տետ, ոնց որ ասում են, ակնընտական, ատամն դատաման, հա, այտենց էին ասում։ Սենց դեմարդեմ կանտեղը, քանի որ մենք ունենք արդեն պրյամոյ։ Խո մեր պարոն Փաշինյանը հարիվ չի մեր պես։ Մաքսիմում մեր պրյամոյ կապետի ինչն է, Skype-ը։ Տու, որ զանգում ենք, չէ։ Ընտրությունների նախաշեմին ամեն ձև փորձում են անջատեն։ Ընտրությունների նախաշեմին մաքրելով քաղաքական դաշտը իրապես ընդդիմադիր մարդկանցից, այլ ոչ թե որ քնից զարթում ասում այսօր ես ընդդիմադիր եմ։ Նիկոլ Փաշինյանը կգնա ընտրության եւ որպես նվեր հայ հանրության աչքերին թոս փչելու օրինակով կասի զանգի կասի իխլամ ոնց են ասում սալամ ալեյքում նաթերսաներ իմալես բրատուխա անցի մի 5 հոգի մարդ խրգակերի գբերի եւ հայ հանրության աչքերին ովքեր առաջնորդվում են ով գոռա էշ մենք էլ վրի վեշ կարգախոսով ինքն հայ հանրությանը կասի ես ձեզ բերել եմ խաղաղություն չեք հավատում սա էլ թուղթ է ես ձեզ բերել եմ գերիներ ինչպես խոստացել էի ու կապ չունի այդ գերի ընկած 5 տարի առաջ ու վերադարձած տղաներից քանիսն են արդեն դարել 1/4 մարդ եթե նրանք իհարկե ողջ եւ առողջ են եւ ամբողը պարֆյումեր կինոյի պես ծափահարություններով կդիմավորի մեր Նիկոլ Փաշինյանի արած քայլը։ Եվ ամբողը կխելագարվի, իրենց մազեր պրճկերով, իրանց մազերից բռնելով Մյունխաուզենի պես, իրանք իրանց ցեխից հանելով, կգոռան մենք անհաղթ ենք միասին, մենք հզոր ենք միասին։ Բայց հիմա ինչ-որ անտանելի աժոտաժ է էթում Facebook-ում։
բոլոր թևերով քննարկում են կաթողիկոսին։ Օրինակ ես եթե մտածեի, որ մեր Գարեգին երկրորդի առողջականը կներեր եւ տղամարդկային ուժը, ինչպես նաեւ ես խորհուրդ կտայի, որ Գարեգին երկրորդը հերթով այցելեր ձեր տները, հերթով, ձեր նավարին այցելեր, ձեր տատուն այցելեր, ձեր պապուն հեմենին, պապուն օրհներ, տատուն դոմփեր, ատենց էլի, գուրգուրեր, բայց քանի որ մեր կաթողիկոսը այդ տարիքում չի, ատենց խորհուրդ չեմ տա, քանի որ ես այսօր կուլտուրական եմ էսեջով, այնպես որ մինչև խոսելը իրավունքի մասին, կամ մինչև խոսելը ինչ իրավունքով, վերհիշեք ձեր Նիկոլ Փաշինյանի գործելավոճը, մեծարգո, մատիտ չկա այս ավտոյի մեջ, գանգուրիկներ, ցալքի շրջանի, գանգուր, բայց հիմա Եվրոպա ենք եթում, ասում է այդմ պորկում ենք, ասում ենք մի ճղա տեսաղ դեպի լեցարը, դե ես ու դու չենք հասկնա վաղոջան, մենք հին մարդ ենք, մենք այդենց գնջի ավարյալ կֆրանք, ուրեմն լավ, երևի այսքանը կապի մեջ ոտնակլասնիկով, չենք մոռանում, մենք ենք ցեռը մեր երկրի, վերջում լրջկվայ էլի, լավ ելեք։